Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, հիմա գտնվում եմ Ադոնցի և Ազատության պողոտայի խաչմերուկներում։ Ստեղ մի հատ շատ լուրջ խնդիր ունենք, որը հերթական անգամ անտեսվում է մեր քաղաքային իշխանությունների կողմից։ Ձեր հետ կիսվեմ։ Նայեք, սա Ադոնցի փողոցն է, Երազմորն է։ Այս խաչմերուկի վրա Ազատության պողոտա, թիմն է։ Այստեղ վթարված գոյուղագիծ ունենք մենք, արդեն երկրորդ օրն է, բոլոր բնակիչները բարձրաձայնում են այս խնդրի համար, լցվում են նկուղները։ Նայեք, քաղաքային իշխանությունները 62 միլիոն դրամ են հատկացրել 2025 թվականի բյուջեով, որպեսզի Երևան քաղաքի գոյուղագծերը վերանորոգեն։ Այսպիսով Երևան քաղաքի գոյուղագծերը չի վերանորոգվում, գոյուղատարերը, հեղատարերը, ջրատարերը չի վերանորոգվում։ Այսպիսով ոչ միայն Ադոնցի փողոցի ու այս Ազատության պողոտայի խաչմերուկում այս անմխիթար վիճակը, նայեք, լուկը բացվել է, որպեսզի մի կերպ ջուրը գնա, ակ են դրել, որպեսզի բնակիչները, վարորդները չընկնեն։ Այս նույն վիճակը նաև Էրեբունի համայնքում է, Աթոյան փողոցում նույնն է կատարվում, հաճախակի ջրերը դուրս են գալիս, քանի որ հեղեղատարները չեն գործում, լուկերը չեն աշխատում, ամբողջը փտած է ու չի վերանորոգվում։ Նայեք, հարգելի հայրենակիցներ, սա պետք է բարձրաձայնվի, քաղաքային իշխանություններին հերթական անգամ ամոթանք տանք, ասենք ապիկ արեք, չեք աշխատում, սա այլ ընդդիմությունը մեղավոր չի։ Տարածեք, քաշեք այս նյութը դրեք։ Ընդդիմությունը մեղավոր է, որ իրանք 62 միլիոն դրամը դուրս են գրում ու չգիտես ուրան մսխվում ու չեն վերանորոգում քաղաքի գոյուղատարերը, գոյուղագծերը, լուկերը, ոչ հեղեղատարերը, ջրանձրևատարը, ոչ մի բան չի վերանորոգվում։ Հիմա այս ջուրը, որ գնալու է լցվի այս շենքի նկուղները, այնտեղ կան կոմերցիոն տարածքներ, մեղ չեն այդ մարդիկ այդքան 100 միլիոնավոր դրամների վնաս կրեն քաղաքային իշխանության ապիկարության պատճառով։ Բացի այդ էլ արդեն խցանումներ է լինում հենց այս խնդրի պատճառով, մարդիկ ուշանում են աշխատանքից։